Սիրուններս, բարի լույս բոլորիդ, հույսով եմ լավ եք, մենք նույնպես շատ լավ ենք ու բարձր տրամադրությամբ առավոտ շուտ է, արդեն 8-ն է ու մենք տանից դուրս ենք եկել, որովհետև այսօր Նինուլիկիս դասարանի հետ գնում ենք էքսկուրսիա, գնալու ենք Հառիճավանք և Երևան։ Երևանում մի քանի վայր ենք այցելելու, իսկ թե ուր մնացեք ինձ հետ, որ տեսնեք, վստահ եմ, որ շատ լավ է անցնելու, ինֆորմատիվ ու հագեցած օր ենք ունենալու, հատկապես երեխաների համար։ Այս էլ իմ բալիկները, կանձերս, բարևեք։ Այս անգամ որոշեցի, որ Անգելինայից էլ մեր հետ կտանեմ, որովհետև հաստատ իր համար էլ հետաքրքիր կլինի։ Հառիճավանքը միջնադարյան վանական համալիր է Հայաստանում։ Այն հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Սուրբ Գրիգոր եկեղեցին է։ Նրան կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների հրամանով։ Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է։ Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այստեղ գործող հայտնի դպրոցում 1847-1849 թվականներին սովորել է Ավետիք Իսահակյանը։ Հառիճի վանքում դաստիարակվում և կրթվում են ապագա հոգևորականներ։ Ներկայումս բացի Հառիճից հոգևորականների դպրոցներ կան նաև Վաղարշապատում և Սևանավանքում։
մենք հասել ենք արդեն Երևան, եկել ենք գրքի տպարան, ծնողները չեն կարողանա ներս մտնել, թույլ չեն տալիս, երեխաների կմտնեն, կտեսնեն, կծանոթանան, մենք այստեղ այս սիրուն բակում կսպասենք։ Kde? Nina. Խմբագիրը այն մարդն է, ով հեղինակի կողմից գրված ամբողջությամբ կարճում է, նյութի մեջ եղած բոլոր սխալները լուծում է, որ մենք նյութի մեջ սխալներ չունենա, որ հետագայում սխալ չկպակեն։ Սիրուններս մենք ծնողներով սպասում ենք, Անգելինան չնստեց, ցանկացավ դրսում խաղալ, իսկ ծնողները ներսում սպասասրահ կա, այնտեղ սպասում ենք, իրականում շատ հետաքրքիր է անցնում, բացատրում ենք գիրքը ինչպես է ստեղծվում, ինչպես է ներկում եւ այլն, հաստատ շատ ուսուցողական ու հետաքրքիր էքսկուրսիա է ու հաստատ գոնե մեկ անգամ պետք է ցանկացած երեխա գա ու այցելի այդպես դե իսկ եղանակն էլ ինչպես տեսնում եք շատ նկարեի մաղ Լևոն ջան, եթե եղել է, դու դասից ուշանաս, կամ չարաչիրություն անես, ասի, մի չեղես սարդին է, կոմ դասամիջոցներին վազգծես և ուսուցությունին կեզնես, չի ներում, բայց ամեն դեպքում բացատրենք, որ սուտ խոսելու գրով կոմետ չի կարում, որ ես մեշարդակի մենակ է, չեմ մնալի, հիմա հարցս մի անգամ էլ եմ շունդակ, Լևոն ջան, ով կների ընթացում կերոչը, Լևոն չեսելու, Լևոնը դուր չի կուր Սերունդներս մենք հասանք պաղպաղակի գործարան, հիմա մտնելու ենք ներս, տեսնենք թե ինչպես են պատրաստվում երեխեքի կողմից այդքան սիրված պաղպաղակները։ Որոշ վարկածների պաղպաղակի առաջին նմուշը ստեղծվել է մեր թվարկությունից առաջ երկրորդ դարում։ Այսինքն դեռ այդքան վաղ ժամանակներից մարդիկ արդեն պաղպաղակ էին պատրաստում և ուտում էին պաղպաղական։ Տեսակներից
առաջինը ստեղծվել է մեր թվարկությունից առաջ 356-ից 323 թվականներին։ Մարդիկ ձյանը խառնեցին մեղր ու նեկտար, այդպես ստացան մի սառը և համեղ դեսերտ, որին տվեցին պաղպաղակ անվանումը։ Պաղպաղակի երկրորդ տեսակը ստեղծվել է արդեն մեր թվարկության 54-ից 86 թվականներին։ Կեսարն իր ծառաներին հրամայել էր բարձրանալ լեռները այնտեղի սյուն բերելու ու բերված սառության վրա դրել է տարբեր տեսակի մրգեր ու հատապտուղներ, այդպես էլ ստացել են ամենաքաղցր ու ամենահամեղ մրգային պաղպաղակը։ Պաղպաղակի առաջին արտադրամասերը ստեղծվել են ԱՄՆ-ում 1800-ական թվականներին։ 1984 թվականին ԱՄՆ-ում Ռոնալդ Ռեյգանը հուլիս ամիսը հռչակում է որպես պաղպաղակի միջազգային ամիս։ Ամսվա 3-րդ կիրակի օրը նշում է որպես պաղպաղակի միջազգային տոն ու այդ օրը ուտում են ամենաշատ պաղպաղակները։ Այս տարի տեսեք, հուլիսի 20-ը հանդիսանում պաղպաղակի տոնը։ Դուք եք հիշեք, որ անպայման նշեք։ Խոսենք մեր պատմության մասին։ 2013 թվականին հիմնադրվում է մեր առաջին վաճառագետը, որը գտնվում է հրապարակում։ 2015 թվականին վաճառագետերի թիվն ավելանում է 3-ով, իսկ արդեն 2025 թվականին ունենք 8 տարբեր վաճառագետ քաղաքի տարբեր հատվածներում։ Մեր արտադրամասը հիմնադրվում է 2018 թվականին, սկսում ենք արտադրել հատիկավոր փաթեթավորված պաղպաղակներ։ Մինչև 2024 թվականը յուրաքանչյուր տարի ներկայացնում ենք 3-ից 5 նոր տեսակի ու նոր համի պաղպաղակներ։ Ներկայացնեմ մեր արտադրատեսակները ու տեսնեմ, թե ինչքանով եք ծանոթ մեր պաղպաղակներին։ Առաջին տեսակը էսկիմոներն են, դրանք փայտիկավոր շոկոլադաբար պաղպաղակներն են։ Կարող եք Pink-Berry-ից մի հատ փայտիկով պաղպաղակ ասել։ Հոթ-հոթը։ Մյուս տեսակը ջելատոներն են, դրանք մի փոքր ավելի պինդ, իտալական քնքով պատրաստված գնդիկավոր պաղպաղակներ են։ Վաֆլե բաժակներից ինչ բաժակով պաղպաղակ ունենք։ Մայոշնիկ։ Այո, մայոշնիկ։ Հապուկ պաղպաղակները վաճառագետերի գծնովի պաղպաղակներն են։ Թխված քաբրիթում ընդամենը մեկ պաղպաղակ ունենք, որն է դա։ Սենդվիչը։ Չէ, սենդվիչ։ Այսբուրգեր, ապրես։ Վաֆլե կոներից են ամենամեծ կոնի անունը ո՞նց է։ Ամենամեծ Դոպինգը։ Դոպինգ։ Հիմա ներկայացնում եմ փաստեր պաղպաղակի մասին։ Շատ ուշադիր ենք լինում, հետո հարցեր եմ տալիս փաստերի վերաբերյալ։ Վանիլային պաղպաղակը ամենահայտնի պաղպաղակն է աշխարհում, այսինքն մարդիկ ամբողջ աշխարհում ամենաշատը ուտում են հենց այսպիսի սպիտակ վանիլային պաղպաղակ։ Հիմա եկեք հասկանանք ձեր խմբում որ պաղպաղակն է հաղթում։ Ովքեր են սիրում վանիլային պաղպաղակ, ձեռք են բարձրացնում, մամաներն են ասում։ Վանիլային։ Հա, վանիլային։ Ովքեր են սիրում շոկոլադային, ձեռք։ Ովքեր են սիրում ձմերուկ սև։ Հաստորեն շոկոլադի աշխատանք։ Եթե մեկ առավոտյան արտանակ ուտենք մի փոքր պաղպաղակ, լավ էր ողջ օրվա էներգիան կապահովի և ուղղակի ավելի լավ կաշխատի։ Բայց նշեմ, որ այս գործողությունը ամեն առավոտ չի կարելի կրկնել։ Հուսադրող։ Մյուս թեմանություն երեխեք։ NASA-ն արձանագրում է, որ պաղպաղակը կարելի արձակել տիեզերքում։ Ըստ NASA-ի ուսումնասիրությունների, եթե մենք պաղպաղակը բարձրացնենք տիեզերք, այնտեղ պաղպաղակը մնալու է կայուն։ Տիեզերքում պաղպաղակը ոչ սառչելու, ոչ կտորներիաբաժանվելու, անգամ չի հալվելու, որովհետև տիեզերքում ինչ չկա։ Ապր է։ Ամեն 3 վայրկյանը մեկ աշխարհում պաղպաղակ է գտնվում։ Տեսեք, ես հաշվեցի 1, 2, 3, ինչ-որ մեկը պաղպաղակն է։ Այդ պաղպաղակին 16 լիտրը սենց մեծ հույլով պաղպաղակ։ Պատկերացնում եք 6 րոպե կերելա։ Երեխեք ձեռքս վերևում է։ Ապրեք։ Աշխարհի ամենաերկար պաղպաղակը պատրաստվել է 2017 թվականին։ Պաղպաղակը ունեցել է 1110 մետր երկարություն, դա 1 կիլոմետր 110 մետրն է։ Պատկերացնում եք ինչ երկար պաղպաղակ էին մարդիկ պատրաստել։ Հիմա խաղում ենք միֆ թե փաստ խաղը։ Միֆ Նա հասկանալով, որ այն իրեն միշտ ուշ է տալու, հրամայում է իր ծառաներին հավաքել և պահեստավորել պաղպաղակը իր ամրոցի խորքերում, որպեսզի թշնամի երկրները չիմանան այդ հրաշքի մասին։ Կոմսարնը սիրտը անվանում է կախարդական պաղպաղակը հենց այդ կղզու անունով։ Տոպինգ, Pink-Berry, լայիր այս պահը։
Անգել։ Արի։ Հերի։ Շիշատակի համար, տեղ չի կարելի բարձրաձայն ծիծաղել համար, հասկացանք։ Նենք չլինի, որ ճվամ ամոթավ, հայտարար կրնենք, սիրուն շարք ենք անում գնում ենք։ Սրաններս, ինչպես տեսնում եք, մենք արդեն տանն ենք, 8-ից կեսեր արդեն տուն ենք հասել, եկանք տուն, առաջի բանը, որ արել եմ, սուրճ խմելն էր, որից հետո երեխեքին լողացրեցի, իրանք պարկան քնելու, հիմա ես եմ եկել լոգարան, որպեսզի այս դիմահարդարումս մաքրեմ, ես էլ լոգան քնդունեմ ու պարկեմ հանգստանամ, իրականում շատ հավես, հաճելի, սիրուն օր ենք ունեցել, շատ սիրուն էր ամեն ինչ կազմակերպված, երեխեքը բավականին ուրախ էին, լիքը ինֆորմացիա ստացան,
Մի խոսքով շատ հավես էքսկուրսիա էր անցել, դուք էլ նախորդ կադրերում հաստատ տեսաք, թե ինչպիսի հագեցած ու լավ օր ենք ունեցել, բայց ցանկացած լավ օրվա վերջը հիմքում ընկած է հոգնածությունը։ Այդպես ես էլ ասեցի միանամ վլոգ ավարտին, հասցնեմ ձեզ բարի գիշեր մաղթեմ, որից հետո գնամ հանգստանալու, այնպես որ ասում եմ ձեզ բարի գիշեր, մնաք բարով և խաղաղությամբ, սիրում եմ ձեզ բոլորից շատ, իսկ եթե այս վլոգը հավանեցիք, բաժանորդագրվեք, լայքեք, կոմենտների դաշտում եղեք ակտիվ, որովհետև ձեր ակտիվությունից է կախված իմ ալիքի զարգացումը։ Դե իսկ մենք կհանդիպենք հաջորդ վլոգում, այդպես մնաք բարով և խաղաղությամբ, սիրում եմ բոլորիդ, պակա-պակա։